Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը Հայաստանի կարատեի միության հիմնադիր, կարատեի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA 8-0 ռեկորդագիր, WKN աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանն է։ Ողջույն Կամո։ Բարև Անահիտ ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Վստահ եմ այսօր միասին շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու եւ ես փորձելու եմ Կամոին բացահայտել այլ տեսանկյունից, այսինքն այն տեսանկյունից, որ դեռևս հեռուստադիտողները չեն տեսել։ Փորձենք։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ վերադառնալ ձեր մանկության տարիներ ու հենց այդտեղից էլ սկսենք, ինչպես հասկացաք, որ դուք ապրելու եք հետագայում սպորտով, ինչ տեսակ երեխա եք, լինում է, որ մանկուց հասկանում են, չէ, ասում են այս երեխան անպայման պետք է սպորտաձևով շարունակի, ձեր դեպքում ինչպես էր։ Ես ծնունդով Վայ քաղաքից եմ եւ հենց փոքր ժամանակից էլ եղել եմ ահավոր չար երեխա ու ահավոր պրինցիպներով ու նաև ոչ միայն սպորտի բնագավառում, այլ նաև կրթության բնագավառում ունեցել եմ նպատակ, որ պետքա լավ կրթություն ստանամ, պետքա հաջողություններ ունենամ ու ինձ թվում է, եթե ես կարատեն չընտրեի, ուրիշ մի մարզաձև ընտրեի, էլի այտենց նպատակասլաց կգնայի մինչև վերջ, որտեվ դա կամ կա մարդու մեջ, կամ չկա այդ բնավորության գիծը, կամ մարդ ունի պրինցիպներ, կամ չունի։ Դրա համար սկսեցի Վայքում պարապել, արդեն 97 թվին աշխարհի արծաթե մեդալակիր դարձա Հունգարիայում։ Հետո արդեն ընտանիքով տեղափոխվեցինք Ղազախստան եւ այնտեղ արդեն սկսեց ոնց որ սկսեցի ունենալ ավելի մեծ հաջողություններ, քանի որ Ղազախստանում ավելի շատ էի մրցաշարերի մասնակցում, թե Ղազախստանի ներսում, թե երկրից դուրս եւ արդեն 99 թվականին դարձա աշխարհի չեմպիոն, հետո տենց հաջողությունները շարունակվեցին։ Հերթականությամբ։ Ուզում եմ հիշեք, ի սկզբանե կային մարդիկ, ովքեր որ չէին հավատում, որ սպորտաձևը ձեր կյանքում լուրջ դեր է խաղալու, որովհետև ես հիշում եմ ամենայն դեպս մանկության տարիներին, երբ որևէ մեկ ուզում էր սպորտով զբաղվել, ասում էին դե լավ, ինչ գումար ես աշխատելու սպորտով կամ ինչ ես դառնալու վերջապես, մարզիչ ես դառնալու։ Ձեր դեպքում ընտանիքի արձագանքը ինչպես էր։ Իմ դեպքում նման բան չի եղել, որտեվ ասում եմ, հենց փոքրուց, գիտեք ոնց, նայեք, երեխա կա, որ իրան զորով են, հա, համոզում են, տանում են, մի հատ տրիները են էլ այսօրվա տարիներին, մի հատ կարող մարզիչը ջղայնանա վրան, այդ երեխան հիաստափի, իմ մոտ էս բան չի եղել։ Նույնիսկ հիշում եմ, փոքր է, բայց հիշում եմ 7-8 տարեկան էի, մարզիչս այնվաղ շատ էլի դիսցիպլինան լրիվ ուրիշ էր ու խստությունը լրիվ ուրիշ էր։ Մարզիչս ոչ միայն ինձ, նաև ուրիշներին տենց ծեծել էր փետով ու տուն գնալուց, երբ որ մայրս տեսավ մեջքս եւ ոտքերս, այդ կապտուկները, ինքը գիտեք ինչ ասեց։ Ասեց լավ արի, ուրեմն լավ չես պարապել։ Հասկանում եք, այսինքն եթե հենց ծնողը հետաքրքիր մայրիկն է այդպես ասել։ Այո, որովհետեւ նայեք, եթե հենց ծնողը արդեն սկսում է որ երեխուն բամբակի մեջ մեծացնել, թե կյանքում, թե սպորտում կապ չունի, այդ երեխան ինչ-որ լուրջ բաներ չի ունենա, էլի դրա համար հենց փոքրուց պետքա դու պատրաստ լինես այդ դժվարություններին, հասկանաս, որ հաջողություններ ունենալը ուղղակի այտենց չի լինելու ու դու պետք է անցնես մեծ փորձություններ, որպեսզի ունենաս այդ լուրջ հաջողությունները, որտեվ միայն դու չես պարապում, այնտեղ աշխարհում տարբեր կետերում ուրիշ տղաներ են պարապում, որպեսզի հենց իրանք դառնան աշխարհի չեմպիոն, այլ ոչ թե դու։ Դրա համար էլ դու պետքա չնայած այդ վնասվածքներին, դժվարություններին, պայքարին, նույնիսկ պարտություններին, դու պետք է այնքան ունենաս կամքի ուժ, որ հաղթարես այդ ամեն ինչը ու հասնես այդ հաջողություններին։ Իրականում գաղտնիք չեմ ասի, որ սպորտը մարզիկի կյանքից շատ բան է խլում։ Սպորտով ապրող մարդը իրականում կարծես ուրիշ աշխարհից լինի։ Երբ ես նայում եմ կողքից, դա միայն գովելի է, ձեր նշած դիսցիպլինան, կանոնները, սնվելը, ապրելակերպը, բայց որքանով է հեշտ
մարզիկի համար չի լինում պահեր, երբ օրինակ ուզում ես թուլանաս, դու ես ուզում ապրես մանավանդ պատանեկության տարիներին, ուզում ես ապրես այնպես, ինչպես քո ընկերները, հասակակիցները, թեկուզ ուշ քնելու, ամենա մինիմալ բանն եմ ասում։ Անահիտ ջան, չեք պատկերացնի, թե իմ կյանքից ինչքան բան ա խլել, բայց հավատացեք, ես ափսոսանքով չեմ հիշում այդ ամեն ինչը, որովհետև այն հենց փոքրուց ես այդ դիսցիպլինան իմ մեջ եղել է։ Փոքրուց ես, եթե իմ հասակակիցները գնացել են դիսկոտեկա պարապելու, ես մի ժամ ավել մնացել եմ պարապմունքի վայրում, տեղը։ Մի ժամ ավել պարապել եմ ու որ հիմա հետ եմ նայում, միայն սպորտը ինձանից խլել է, տարել է առողջություն։ Իրոք շատ վնասվածքներ եմ ունեցել, շատ վնասվածքներ ունեմ, լուրջ առողջական խնդիրներ, բայց որ հիշում եմ այդ դժվարությունները, ոչ մի վայրկյան չեմ զղջում, որ անցել եմ այդ ճանապարհը, ոչ մի վայրկյան չեմ զղջում, որ լիքը բաներից կտրվել եմ, այդ նույն այդ միջոցառումներից, ոնց չի, ոչ մի միջոցառման չեմ գնացել, բայց դե շատ բաներից ինձ զրկել են, որպեսզի ունենամ այդ հաջողությունները, ասում եմ, հակառակ դեպքում չի լինի։ Դու չես կարող մի քանի բնակավարում, համ գնաս լավ պարես առավոտյան, հա, գնաս տուն, կամ գնաս լավ ուտես խմես, համ էլ գնաս դառնաս աշխարհի չեմպիոն, չի լինում նման բան։ Ես կարծում եմ, երբ արդեն շրջապատում հայացքները սպորտսմենի, հա, հանդեպ տեսնում եք ուրիշեն, կարծես թե սփոփանք լինի մեկը մյուսին լրացնում, որովհետև բոլոր այն տղաները, ինչ չէ, նաև աղջիկները, ովքեր որ զբաղվում են սպորտով, տարբերվում են։ Միգուցե դա էլ ինչ որ առումով սփոփանք է։ Դուք ամենայն դեպս ձեր շրջապատում եւ հասարակության շրջանում այդ տարբերությունը զգացել եք դեռևս այն ժամանակ, երբ այսքան ճանաչում չունեիք։ Անահիտ ջան, ասենց ասեմ, որ այն ժամանակ, երբ որ ապրում էի Ղազախստանում, ընդեի ուշադրությունը մի քանի անգամ ավելի շատ էր, քան ինչ որ ես տեսել եմ Հայաստանում։ Չեմ դժգոհում Հայաստանից, այստեղ էլ լավ, այդ ուշադրության կենտրոնում եմ, բայց երբեք այնպես չի, որ ես ձգտել եմ ուշադրության կենտրոնում լինեմ։ Ասենց ասեմ, Ղազախստանում դպրոցում, որտեղ որ ես սովորում էի, իմ նկարներ փակցված, համ լավ էի սովորում, համ էլ հաջողություններ ունենալու համար։ Հետո Ղազախստանում ես որ Ղազախստանի կողմից աշխարհի չեմպիոն դարձա, այնտեղ իրենք շատ ուժեղ ձևով էին մեծարում, շատ լավ ձևով էին անդրադառնում այդ ամեն ինչին, տարբեր ինչ որ ռեկլամնի ռոլիկներում, տարբեր ինչ որ հաղորդումներում ու ասենց որ միշտ հիշում եմ, միշտ ես ուշադրությունից չեմ դժգոհել, անկեղծ եմ ասում, դաժե այն ժամանակ, որ եկել էի Հայաստան 2005 թվին այստեղ ուսում ստանալու, մի քիչ իմ համար ասենց անսովոր էր, որ այստեղ այդքան կարատեին տեղ չեն տալի, որտեղ դե մերը օլիմպիական, հա, միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ընդունված, այդքան տեղ չէին տալի, որտեղ ասես տարբեր է, ով ասես տենց կարատեյա բաց է, ես իմ ինչոն դո, ես իմ բան ու տենց նույնիսկ զարմանում եմ, ասում եմ, ոնց կարելի է տենց բան լինի, մենք գնանք մասնակցենք, օրինակ որտեղ որ 70-75 երկիր է մասնակցում աշխարհարարությունից, այստեղ չգիտեմ, այստեղի հայերը գնան Ամերիկայի հայերի հետ կպնեն աշխարհի չեմպիոն դառնան, այդպես չի լինում ու լիքը անգամ անդրադարձել եմ այդ հարցին։ Ասենց ձեր ասած կոնկրետ հարցին, որ երբեք այդ ուշադրության պակասը չեմ ունեցել, միշտ էլ եղել է։ Իսկ ինչպես եղավ վերադարձ հայրենիք։ Չէի կարող Ղազախստանում մնայի։ Չէի կարող մնայի ու կարոտում էի, ուզում էի միշտ հետ գայի ու նույնիսկ այն ժամանակ, նայեք, Ղազախստանը իմ, ասենց ասած, երկրորդ հայրենիքն է, շատ հարազատ միջավայր է, բայց չէի կարող այնտեղ մնայի, ուզում էի անդադ անկախ նրանից, որ օրինակ այնտեղ ավելի շատ գնահատված էիք։ Անկախ դաժե դրանից ու անկախ դրանից, որ ես 16-17 տարեկան Ղազախստանում լավ ավելի գումարներ եմ աշխատել, քան այստեղ ես սպորտից պրինցիպիալ, եթե կուզեք անդրադառնանք այդ հարցին, բայց պրինցիպիալ չեմ ուզեցել ինչ որ պարգևատրումներ Իհարկե, ոչ նախկին կառավարության, ոչ ներկա կառավարության կողմից։ Այդ իմ որոշումն է։ Ինչով էր պայմանավորված։ Տարբեր բաներով։ Այսինքն կային պարտավորություններ։ Տարբեր բաներով, որ ես միշտ ուզեցել եմ իմ երկիրը զարգանա, ժողովրդի համար լավ լինի, իսկ ինչ տեսել եմ, այտենց այդ
չի եղել այնքան, հիմա միգուցե ավելի մի քիչ այդեն զարգանում է, բայց չեմ ուզեցել թող լինեմ միակ սպորտսմեններից մեկը, ոչ թե միակ, իսկ ում միակ ոչ թե լինեմ միակ սպորտսմեններից մեկը, այլ հենց միակը, որ չեմ ուզում։ Ու ինչ գումար առաջարկեն, ու ես այդ բազմից դրան անդրադարձել եմ, ես երբեք իմ պրինցիպներին դեմ չեմ գնա ու երբեք ձեր խոսքից ներողություն եմ խնդրում, կարող եմ հասկանալ, որ եթե ինչ որ ժամանակահատվածում դուք վերցնեք այդ գումարը ձեր աշխատած, հա, այսպես նշեմ, պարտավորություններ են առաջանում։ Այսինքն դուք պարտավորություններ, նայեք, հասկացա ինչ եք ասում, բայց ես սպորտը սպորտով, բայց կյանքում եմ պրինցիպներով եմ ապրում, որ երբեք ոչ մեկ չի կարող ինձ ինչ-որ բան թելադրել կամ ասել, որ գիտեք ոնց եթե մենք էս արեցինք, դու էլ պետքա էս անես։ Դրա համար նաև որ ինչ-որ պարտավորված չմնամ ինչ-որ մարդկանց առջև, ես չեմ ուզում այդ գումարը, երբեք չեմ էլ ուզել, չեմ էլ ուզելու։ Ես կարծում եմ դուք սպորտից բացի այս դեպքում կարողանում եք վաստակել բավականին չափ գումար, որ պարզապես չնայեք այդ կողմ, իսկ կան մարզիկներ, որ չունեն երևի այդ հնարավորությունը, միգուցե։ Ես ոչ մեկի չեմ քննադատում, ով ինչ անում է, ես իմ համար եմ խոսում, ես չեմ ասում, ով որ այդ գումարները վերցնում է, պետք է չէ։ Իհարկե, դա իրանց վաստակած գումարներն է, դա շատ նորմալ է, ուղղակի ինչ որ հանգամանքներից ելնելով ես վաղուց եկել եմ այդ որոշման ու իմ որոշումը երբեք չեմ փոխի։ Ասում եմ, ինչ գումար ուզում է լինի։ Ասում եմ, ասենց 6 0-ներով դոլարով լինի։ Դուք զրույցի սկզբից նշեցիք այդ պրինցիպ բառը, եւ ես կարծում եմ, որ դա մանկուց ձեր մեջ Այո։ Հա, տենց լավ է ապրելը։ Ինձ համար պրինցիպիալնի մարդը միշտ այնց է ապրում, որ ճիշտ է ապրում, ասենց ասեմ։ Եթե մի բան իր համար վատ է, այդ բանը իր համար միշտ վատ է լինելու։ Եթե մեկ իր համար վատ է, վաղ այդ մարդը ինչ ուզում է լինի, ինչքան գումար ուզում է, չի կարա իմ համար այդ մարդը դառնա լավը, հասկանում եք։ Ոնց որ շատերի մոտ։ Այստեղ հարց առաջացավ, ինչ բնավորություն պետք է ունենա իսկական մարզիկը ըստ Կամո Օնանյանի։ Вообще ոչ միայն իսկական մարզիկ, այլ ոչ մարդ պետք է մի քիչ խարակտերնի լինի, խարակտերով լինի, հայերեն խարակտերով բնավորություն, հստակություն ունենա բնավորություն։ Հա, որտեվ այդ է գեղեցկացնում մարդուն, իր որոշումները ու ընդհանրապես գիտեք ոնց մարդկանց եմ տենում, որ իր համար բոլորը լավն են, չի կարա այդպես բան լինի։ Բոլորը չեն կարա լավը լինեն։ Ու ամեն մեկը ունի իր կյանքի ճանապարհը ու մարդիկ կան, որ այդ կյանքի ճանապարհը շատ վատ ձև են անցել ու սխալ ու տենց չեն կարա իրանք իմ համար լավ լինեն, ով ուզում են լինեն, ինչ պաշտոն ուզում են ունենան։ Ես պարզ խոսացող մարդ եմ, մարդու ճակատին կանգնում ասում եմ, ինչ կա։ Ձեր հաղթանակները, որքան էլ որ գրավիչ են եղել ձեզ համար, որքան էլ որ փայլուն են եղել շատերի համար, բայց շատ դեպքերում, երբ մարդ հասնում է բարձունքների, միևնույն ժամանակ ունենում է կորուստներ մարդկային ձևով։ Ձեր կյանքում այդպես եղել է, կորցրել եք շատ մարդկանց ձեր հաղթանակներից հետո։ Вообще-то հաղթանակներից հետո ավելի շատանում են, դժվարություններից հետո են պակասում մարդիկ, բայց ես գիտեմ կարևոր հակառակն է, որովհետև ամեն մարդ չի կարող քո հաղթանակով ուրախանալ։ Բայց ցույց են տալի, որ ուրախանում են, Անահիտ ջան, ցույց են տալիս, որ ուրախանում են, բոլորը ցույց են տալիս։ Դե անկեղծ տեսակի մասին ես փառքաստու չեմ կարևորում քանակը, կարևորում եմ որակը։ Ու պայելով շատերից դիստանցիա եւ այնպես անելով, որ սուբարդինացիա պահպանեն, փառքաստու իմ մոտ այդ հիասթափությունները շատ չեն եղել։ Բազմաթիվ հաղթանակներ, բազմաթիվ մարտեր, բայց ուզում եմ առանձնացնենք ամենաէմոցիոնալ հաղթանակը, որը տպավորվել է ձեր մեջ։ Ես նախ ասեմ Անահիտ ջան, որ ես շատ դժվար ճանապարհ եմ անցել։ Շատերն են այդ դժվար ճանապարհը անցել, բայց հավատացեք, իմ ճանապարհը մի քիչ յուրահատուկ է, ինչով է պայմանավորված, որ ես ուղիղ խոսացող եք։ Չէ, բացի այդ,
որ 2009 թվականից, երբ որ ես արդեն սկսեցի, որոշեցի, որ պետքա գնամ տարբեր երկրներ, մասնակցեմ տարբեր միջազգային մրցաշարերի, որպեսզի ինձ կարատեի աշխարհը ճանաչի, քանի որ Հայաստանում այդ ժամ մենակ տանում էին աշխարհի կամ Եվրոպայի առաջնության այդ ժամանակ, հիմա փառք Աստծո շատ է զարգացել մեր ֆեդերացիան։ Ես այնպես ճանապարհ եմ անցել, որ ասենց ասեմ, վագզալներում քնելով, որ ակետից բեկետ հասնեմ, որ գնամ այնտեղ կպնեմ, չունենալով շրջապատ, այդ ժամանակ չունենալով գումար, հա, գնացել եմ ամիսներով ապրել եմ Եվրոպա, որ չթռնեմ գամ, մեղա կավայիշեք սամոլոտի տոմսերը կոսմիչսկի գներ էին, մնացել եմ, ձեռք եմ բերել, ամենակարևորը սպորտը ինձ տվել է հարստություն, ձեռք եմ բերել մեծ շրջապատ տարբեր երկրներում, 78 երկիր եմ ես եղել իմ կյանքի ընթացքում, շատ դժվար ճանապարհ եմ անցել, հավատացեք, որ մեկ-մեկ տարբեր սպորտաձևերի մարզիչները իմ ընկերներն են, հավաքականի, խոսում եմ ու ասում եմ, վայ, այստեղ են կրվելուց ասեց մասաժիստը մասաժ չհասցրեց անել, ծիծաղս գալիս է, ինչ մասաժիստի մասին է էլի խոսքը, այնտեղ ցենք ես մենակ եմ եղել հարևան երկիրը 20-25 հոգանոց թմով ա եղել, բայց երբեք այդ Դավլենյաններին, հայ ճնշումներին ինձ մեկ ա եղել, իրանք ինչքան շատ այնքան լավ իմ համար։ Ու իրոք, այդ որ սենց մեկ-մեկ հիշում եմ, ասում եմ, արդյոք ես կարայի անցնել այդ ճանապարհը նորից, որտեվ հավատացեք, դա ֆիզիկապես միայն հոգնելու մասին է խոսքը, չէ՞ հոգեպես, ինչքան էլ դու ուժեղ կամքի ուժ ունենաս, ինչ էլ դու լինես, երբ որ քո կողքը կա, նույնիսկ ուղղակի ընկեր, հա, դաժե սենց ասեմ, սպորտից չհասկացող, հա, բայց ինքը քո կողքն է, դա լրիվ ուրիշ է, քան երբ որ դու մենակ ես։ Ես շատ տարբեր երկրներում եմ մենակ եղել։ Իսկ այդ ընթացքում չի եղել ինչ-որ պահ, որ հիասթափվեք, հուշմանեք։ Կհավատաք, եղել է մրցաշար, ցենք ոսկի մեդալ չեմ ունեցել, հա, բրոնզա եղել կամ ինչ-որ բան նիտո եղել, ու ես այդպես շատերի պես ինչ-որ եթե չի ստացել, չեմ ասել, ինձ զասուդի տարեցին, հա, այնց դատավորների պատճառով։ Ինչ էլ եղել է, դաժե հաղթելուց ես միշտ ուզեցել եմ իմ հասկանամ վիդեոները նայելուց ինչն եմ նիտո անում, դաժե հաղթանակի դեպքում եղել է ես ժամը ենթադրենք 3-ին իմ ինքնաթիռը իջել է, 6:30 իմ պարապմունքն ա եղել, 18 տարի 6:30 իմ պարապմունքը սկսել է, ես 6:30 պարապմունքի տեղն եմ եղել։ Իմ ծննդյան օրով շատ ա եղել, որ ես ոչ մի բան չեմ նշել, ես այդ օրը ես պարապմունքի եմ գնացել։ Ու ինչ որ դուք հարցրեցիք, որ ամենաարժեքավոր, չէ, հիասթափություն չեմ ունեցել։ Հավատացեք, ինչ ասեք, ես ձեռքս 20-ից ավել անգամ ջարդած 98 թվից ջարդել եմ, չասեմ մնացած վնասվածքների մասին, երևի տեղյակ եք, վերջի 8 տարիների ընթացքում 5 անգամ մեշկի վիրահատություն, երկաթներով հավաքած մեշկ, 6 ամիս չէր անցել, վերջերս MMA-ի մարդ ունեցա, հաղթեցի։ Հիմա պատրաստում եմ հեսա հունիսի 4-ից 7-ը Հունգարիայում շիտորի Եվրոպայի առաջնության, դրանից հետո էլի տարբեր կարատեի մրցաշարերի։ Ամենաարժեքավոր հաղթանակների տարբեր կան, բայց երևի ամենաարժեքավորներից մեկը Ստամբուլում ապրիլի 22-ին աշխարհի չեմպիոն դառնալը WSF վարկածով, սեպտեմբեր ամսին 22 թվականին Չեխիայի Պարդուբիցե քաղաքում էլի աշխարհի չեմպիոն դարձա, համ թուրք մարզիկի հաղթեցի, համ ադրբեջանցի մարզիկի, տենց հաղթանակները շատ են, տենց որ խոսամ երկար կտևի։ Էմոցիոնալը, ամենաէմոցիոնալը դրանք էին։ Նաև 2009 թվին Իտալիայում, երբ որ աշխարհի չեմպիոն դարձա առաջի անգամ։ Ինչ զգացողություններ եք ունենում ամեն հաղթանակից հետո։ Դե ոնց որ բառերով դժվար է բացատրել, բայց երբ որ արդեն այդ պարգևատրման արարողությունն է, պարգևատրում են, որ մարմինս փշաքաղում է հիշելով այդ բոլոր դժվարությունները, անցած այդ ճանապարհը, այդ վնասվածքները, այդ ամեն ինչից որ զրկում եմ ինձ, խեցի ես մեծ հաճույքով եմ այդ անում, ու այդ ամեն ինչը վերհիշում ես ու չես ափսոսում այդ ամեն րոպեվա այդ տանջվելու փորձությունները անցնելու համար։
Խոսեցիք հաղթանակից հետոյի ապրումների մասին, բայց ինձ հետաքրքիր է նաև մենամարտից առաջ ինչ զգացողություններ եք ունենում։ Ես հիմա ձեզ հետ խոսում եմ, դուք շատ դժվար եք էմոցիաներ արտահայտում։ Հետաքրքիր է դուք իրականում այդպես եք մենամարտից առաջ ինչպես է այդ որոշակի առումով չասեմ վախ ուղիղ իմաստով, այլ վախ ինքդ քեզ համար։ Չէ, ճիշտ ասած էմոցիոնալ եմ ահավոր այդ սպորտում մենամարտերի ընթացքում ու մենամարտերից առաջ շատ ագրեսիվ եմ տրամադրված լինում ու էլի այդ հիշելով ախր այդ նայեք այդ հաղթանակները մարդիկ տեսնում են, չէ՞, տեսան, մեդալ գցեցին հաղթանակ, բայց այնքան դժվարություններ կա այդ ամեն ինչի հետևում, այնքան փորձություններ կա, այնքան տանջված գիշերներ, այնքան ցավերին դիմանալ, որ երբ որ դու արդեն հասնում ես դրան ու պետքա մենամարտես, քո համար այդ ամենահեշտն է, ասում եմ, պետքա պարապմունքի ժամանակ դժվար լինի, որ մարտերի ժամանակ հեշտ լինի։ Ղազախստանից մարզիչը ասում էր, чудес не бывает. Кто не трудится во время тренировок, кто не потеет, кто не идет против себя, тот не победит. Ու էդի ճիշտ խոսքեր է ու Իսկ հիմա մայրիկը, եթե հետ գնանք տարիներ առաջ, ասում էր, որ լավ է, որ այդպես է եղել, լավ չես պարապել, նայումած էր մենամարտերը։ Շատ բաներ նայում են, բայց իրանք արդեն իրանց մոտ սովորական է դարել, որ 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձա, այտենց ու իմացան զանգել էին, ասում են ոնց ես, ինչ ես, ասում են, ապրե, շնորհավոր, բան, դե լավ ես, լավ եմ եւ այլն։ Ու այտենց իրանց համար սովորական բան է դարը, ես նույնիսկ ես վերջերս դե ընկերները շատ են ասում հերիքա, այդքան վնասվածքներ, բան։ Ու ինձ հաղթում եմ, դաժե ես վերջերս տենց ասում եմ, բան չի չզանգեցիք, չշնորհավորեցիք։ Ասում եմ, այ ցավը տանեմ, արդեն ասում եմ սովորել ենք, էլի։ Շատ ես կրկնում։ Ասում եմ, ու տենց կարողա ես տենց նեղվել խայսա չունեմ, բայց տենց բարկանամ, բան, ասեմ, ոնց էլի, բան դուք չեք պատկերացնում այս ճանապարհը անցնելը ինչա, բան ասում եմ, այնքան ես գրես, սովորել ենք։ Իմ ընկերներից մի քանիսը նույնիսկ որ սենց не то что մատերիարանքով են նայում вообще սպորտին, այլ ասում են դե այդքան կրել ես, ոնց որ մեր մոտ արդեն այդ սովորական բան է դառը, գիշերը ժամը 10-ին զանգում է, օրինակ ինչ-որ ստադիոնում վազելուց, ասում դե արեք նայեք ոնց է էլի լինում այդ հաղթանակները, էլի ձեր համար դա սովորական բան է, բայց на самом деле ինքը շատ բարդ բան է, որտեվ էլի եմ ասում, մենակ ես չեմ մարզվում էլի, ու հիմա երիտասարդներ կան, ում որ հաղթելը շատ դժվար է, ովքեր յուրաքանչյուր սպորտսմենի համար իր գլխավոր ճշնամին դա ժամանակն է։ Ով ինչ ուզում է ասի, ով ինչքան ուզում է պարապի, հավատացեք, օրինակ Դավիթ Խաչատրյան իմ ընկերն է, Դավիթի երևի ու մի քանի ուրիշ մարզիկներից շատ պարապող երևի քիչ լինեն։ Ես էլ իմ կարատեմ, թե իմ MMA-ում էլի, ուղղակի իմ առողջությունս այդքան չի ներում ու մի տարի առաջ ես մամուլի ասուլիս ունեցա, ասեցի էլի շարունակելու եմ ու երևի հարց տվեցին, երբ կանգ առնեք, այս երևի էր, որ էլ ի վիճակի չլնեմ նորմալ տեղաշարժվելու ու այս վիրահատությունից հետո ես հոգեպես պատրաստ եի, որ պետք է շարունակեմ, բայց ֆիզիկապես այն վիճակում էի, որ մտածում էի, ասում էի դժվար կարողանամ, բայց այնա հաղթանակ եղավ, որից հիմա հետո նաև պատրաստվում եմ այդ Եվրոպայի առողջությանը, հետո հունիսի վերջ WKF-ի Grand Prix-ին Լեհաստանում, հուլիսի 21-ից 26-ը WKF-ի աշխարհի առողջությանը, բայց արդեն իսկ շատ դժվար է։ Նույնիսկ հիմա երբ որ ես նստած եմ, ես ցավերի մեջ եմ ու ուղղակի չեմ կարում կտրվեմ, էլի իմ չասեմ, хотя ինչ չասեմ, Արմենը Բաբալարյան, ըմբշամարտի հավաքականի մարզիչը, ասում է դե հերիքա, էլի ընկերություն ենք անում, նաև հարևաններ ենք, ասում է դե հերիքա,
այսքան պարապել ես, այսքան կրել ես, ու ոչ միայն իրեն, այլ ընդհանրապես ասում եմ հիվանդություն է, չեմ կարող կտրվեմ, որ նայում եմ ես հին այս կադրերս, բան սենց են, որ ոգի շնչվում եմ, բան, բայց դե ինձնով լիներ, սենց երկար կշարունակեի, որովհետև այդ կտրվելով էլի ասեմ ամեն ինչ, էլի եմ ասում, դրա կարիք չունեմ, որ գնամ այս ռեստորանից, այն ռեստորանը բան, իմ մոտ ամեն ինչ չափի մեջ է, ինձնով որ լիներ, հələ մի քանի տարի էլ կշարունակեի, ուղղակի արդեն մարմինս, օրգանիզմս էլ չի դիմադրում։ Կամ իսկ երբևէ մտածել եք, որ ինչքան էլ գիտեք, որ գալու է այդ օրը, երբևէ մտածել եք, որ ոնց եք արթնանալու հենց այդ մտքով, որ վերջ, հենց այսօրվանից ես նայելու եմ, թե ինչպես են զբաղվում, այլ ոչ թե լինեմ, կարծում եմ համենայն դեպս ձեզ համար, որովհետև դուք շատ նվիրյալ եք, ես ձեր խոսքից այդպես հասկացա, շատ դժվար է։ Դե պատկերացրեք, Անահիտ ջան, 30 տարի, լավ 32 տարի եմ պարապում, բայց լավ 30 տարի, որտեվ 97-ից եմ տարբեր երկրներ գնացել, ես, որ ասում եք արթնանաս, հա, արթնացել եմ ու իմացել եմ տարվա սկզբից, ես ունեմ փետրվար ամսին Լեհաստան, մարտ ամսին Ֆրանսիա, օրինակ, ու սենց կալենդար ունեմ, հա, ու պետքա պարապեմ, գնամ, հետո օգոստոսին հանգստյան ամիս է, հետո սեպտեմբերին սկսում է, ու կյանքը դա հետաքրքրացրել է, էլի իմ կյանքը շատ հետաքրքիր է անցել, բայց այդ օրը արդեն մոտենում է ու երբ որ արդեն ավարտեմ, պետք է զբաղվեմ ուրիշ մի հատ ինչ-որ հետաքրքիր բանով, բայց դժվար է լինելու, էլի եմ ասում, որտեվ ոնց որ սենց մեկ-մեկ որ սենց խորանես, ոնց որ մտածում ես, որ ուրիշ կյանքը արդեն կանգ է առնելու մի պահ, հետաքրքրությունները կորելու են, որտեվ այդ ամեն մի հաղթանակին հասնելը, դու բացի դրանից, որ ուրիշներին ես ինչ-որ բան ապացում, դու առաջին հերթին քեզ ես ապացում, դու դեռ կարող ես, դու դեռ առաջինն ես, ու տենց։ Իրականում գալիս է մի պահ, երբ մենք պարզապես անզոր ենք ու կյանքը տանում է հենց այն ճանապարհով, որը որ պետք է։ Կամ ուզում եմ խոսել նաև որպես մարզիկ անձնական կյանքի մասին։ Դեռ սովորաբար ասում են, երբ սիրահարվում ես սպորտին, ապրում ես սպորտով, չես կարողանում այդ բալանսը դա իմ մասին է։ Դրա համար անձնական կյանք չունեմ։ Ամուսնացած չեմ, երեխա չունեմ, ցավոք սրտի, ու տենց։ Միգուցե սա վերջն է նոր սկզբի։ Միգուցե բան է, որ ասում եմ, լենգերներս ասում են դու էլ պսակվար բանի, սպորտի հետ, կարատեի հետ։ Իրականում, եթե ես չիմանայի, որ դուք չունեք անձնական կյանք, ամուսնացած չեք, ձեր խոսքից եւ ձեր նվիրյալ լինելուց սպորտին միանգամից կպատկերացնեի։ Դա լավ չի, էլի, ինձ չի, այտենց ամեն ինչ, այն որ ասում է համը ոտով է, երբ որ իր ժամանակին է, ես արդեն այդ ժամանակը շատ եմ ուշացրել։ Բայց շատ սպորտսմեններ էլ դժգոհում են, որ չեն կարողանում նույն ժամանակը տրամադրել ընտանիքին։ Այս դեպքում որոշակի առումով կիսատ է լինում։ Ընտանիք չեմ ունեցել, չեմ կարող ասեմ, այդ սպորտսմենները ովքեր ունեցել են, իրանց են, որ ասում է վիդնի է, բայց եթե ես ունենայի, ինձ չի թվում, որ իմ մոտ տենց ինչ-որ խնդիր կառաջացներ։ Եթե ընտանիքը հենց ընտանիք է, որ այդ ընտանիքում դու դրական էներգիա, էմոցիա ես ստանում, դա միայն ուժ է տալու։ Եթե այնա, որ դու բացասական ես ստանալու, պարզա, որ դու այդ մարզումներից հետո, այդ վնասվածքներից հետո դու պետք է ստանաս այդ դրական լիցքերը, էներգիան, եթե մի հատ էլ բացասական ես ստանում, իհարկե դժվար է լինելու։ Կրկնեք։ Եվ խոսեցինք զրույցի ընթացքում նաև կրթության մասին։ Դուք այն մարզիկներից եք, իսկ սպորտաձևերում տարբեր, կարելի ասել տոկոսային առումով շատ քիչ են նրանք, որ սպորտին զուգահեռ նաև շատ կարևորություն է տալիս կրթությանը։ Դա նույնպես ձեր, ինչպես նշում եք, ցիտում եմ ձեզ պրինցիպներից էր, լինել կրթված մարզիկ, լինել կարևորելով հենց այդ կրթությունը, որովհետև զրույցից առաջ նշեցիք, թե որտեղ եք սովորել եւ այլն։ Անահիտ ջան, չէ, ոչ թե պրինցիպ է եղել, մոտս ուղղակի սիրել եմ սովորելը ու Ղազախստան եմ առաջի կուրս սովորել, հետո դպրոցում շատ լավ եմ սովորել, նաև համալսարանում ավարտել եմ գիտությունների ազգային ակադեմիան, մագիստրատուրան, միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն, մի քանի լեզուներով վարժ խոսում եմ,
միշտ սիրել եմ պատմություն, աշխարհագրություն, լեզուներ ու նույնիսկ մինչև հիմա, որ շաբաթը մի օր ինձ տրամադրում եմ ինչ-որ բան, նոր բան իմանալու դիկտատորների մասին, պատմական իրադարձություններ, National Geographic եմ նայում անընդհատ, այո, ես սկսում եմ իսպաներեն սովորել, այս տարիքում, որ էլի դրանից էլ եմ հաճույք ստանում, որ օրինակ սենց կարող նստած դենք մի շրջապատում ու մի հատ ինչ-որ բանից խոսանք ու մեկը սենց ենթադրելով ինչ-որ բան ասի, ես սենց օրով, տարեթվով տենց ասեմ, երկրորդ համաշխարհայինը, Հիտլերի պատմության մասին, չգիտեմ, Ստալինի։ Դուք կոտրում եք կարծրատիպերը, որ սպորտը Գեբելսը ոնց է ռետորական խոսք ասել, Հիտլերը ոնց է, նո տենց էլի, չգիտեմ, տարբեր դիկտատորների մասին, տարբեր, չգիտեմ, ու տենց հաճույք եմ ստանում ինչ-որ նոր բան իմանալուց։ Իսկ հասցրել եք։ Որովհետև սպորտը հավատա, չէ, չկա տենց բան, չկա տենց բան։ Էդի ասում են այն մարդիկ, ովքեր որ տենց ուզում են շրջանցեն, սպորտը չի խելում սաղ ժամանակ, ոնց կարող է սպորտը սա մարդու մտքին տեղ լինի, sense մի հատ բան կա։ Եթե մարդու մտքին տեղ լինի, ինքը կհասցնի, ինքը ստից ուրիշ բաներով չզբաղվի, ժամանակը չծախսի այդ ստից բաների վրա, ինքը կհասցնի նաև ինչ-որ բան սովորել, ինքնակրթությամբ զբաղվել, այն էլ հիմա, այն ժամանակ դժվար էր, այն ժամանակ, երբ որ ես Վայ քաղաքում միջև 5-րդ դասարան եմ գնացել դպրոց, մի դասարան 24 հոգի, 25 հոգի երեխա ենք, անգլերենի գիրքը 3 հատ էր, այդպես մեկը մի 2 ժամ էր վերցնում, այն էլ հիմա, այն սպորտսմենները կամ որ ասում են կամ ինչ-որ մարդ որ ասում է դրա ժամանակը չունի, ուրեմն ինքը իր ժամանակը այտենց անիմաստ բաների վրա է ծախսում, ոնց կարող ժամանակ չունենա։ Վստահ եմ, ձեզ հիմա հետևում են այն տղաները, ովքեր որ ուզում են անցնել ձեր ճանապարհով։ Իմ ճանապարհով թող չանցնեն, շատ դժվար է լինելու, լուրջ եմ ասում։ Ավելի կցանկանամ բոլորին մի քիչ ավելի հեշտ ճանապարհ հավատացեք, որտեվ այդ գիտեք որ ասեցի չես տարբեր երկրներում սենց մնալով, գնալով եւ այլն, էդի չեմ ուզում ինձ գովաբանեմ, բայց շատ բարդ բան է, էլի։ Հիմա էլ մի քիչ բան է, չէ՞, սպորտը դառը, առավել էս MMA-ում հիմա տենց մարդիկ մի քանի տենց բոյ են սիրուն անում, տենց ես իմ սենց Չ կլասի, սենց ստոյկա բռնած սպորտսմենների հետ, տենց ռեկլամ են անում, բան են անում, սենց որ նայում ես, ասում ես ինքնահաստատվելու, էլի կարիք ունի մարդիկ, այտենց իմ MMA-ի մարտերը ես վերջում մարդ ունեցա, այտենց ես պարզ խոսացող մարդ եմ ու էլի նպատակներ կա MMA-ում մարտեր ունենալ ավելի արդեն լուրջ մարզիկների հետ, որտեղ օրինակ այս վերջի մարզիկը այդքան էլ ինքը MMA-ում լուրջ սպորտսմեն չէր, ես պարզ խոսացող մարդ եմ։ Ուրիշների պես որ այսքան բանից այսքանը չեմ սարքում, наоборот կարող է այսքանից այսքանը ցույց տամ ու այդ ճանապարհը որ դուք ասեցիք իրոք իմ ճանապարհով թող չանցնեն, անկեղծ եմ ասում, որովհետև իմ այդ վնասվածքները, որի ուղղակի չեն, ու շատերը չեն դիմանա։ Չեմ ասում միակ ես եմ, էլի մարդիկ եղել են, որ այդ դժվարությունները անցել են, բայց դե իմը մի քիչ անհատական է, էլի։ Հետաքրքիր է, այսքան ուժեղ թվացող Կամոյի հակառակ կողմը։ Կամո Ունանյանը տանը, Կամո Ունանյանը անձնական ասացիք չունեմ, բայց համենայն դեպս ինչպիսին եք դուք իրական կյանքում։ Նույնքան ուժեղ եք։ Ես պրինցիպիալ եմ, ես լիքը բաներ եմ արել, որ չեմ լուսաբանել։ Այտենց Լուսաբան էիք, թող սովորեին։ Գիտեք ոնց չեմ ասել եմ, խոսացել եմ, չէ, հետո եմ ասել, երբ որ բան արել, օրինակ նույն բարեգործությունների մասին է խոսքը, որ շատ եմ արել, բայց այդ բային չեմ լուսաբանել, որ տեսեք, ես հիմա բան եմ անում, պրյամո էֆիր չեմ միացրել, որ նայեք, տվեցի։ Անողը տալիս է, հետո երբ որ պետք է լինում, ասում է, կամ ասում են։ Սովորական կյանքում էլի վախտին շատ էմոցիոնալ էի, որտեվ դե всё-таки ապրել մեծացել եմ մի
երկրում, որտեղ որ էլի քո ազգի պատիվը պահելու համար նույնիսկ դու դրսում միշտ ամեն ինչի պետքա պատրաստ լինես, այդ կռիվները, բաները։ Դե իհարկե այն տարիքում չենք շատ վաղուց, որ ինչ-որ կռիվ անենք, բայց կյանքում ուզում եմ միշտ ինչ-որ օգտակար լինեմ իմ ազգին, իմ երկրին, այն երիտասարդ սերունդին, ովքեր որ կուզեմ, որ ինչ-որ բանի հասնեն, տեսնելով ծխախոտը ձեռքներին, հա, գարեջուրը ձեռքներին, ահավոր ցավ եմ ապրում, նույնիսկ կանգնեմ, նկատողություն չէ։ Խորհրդի կարգի ասեմ, տղեկ ջան, ինչի, օրինակ 14-15 տարեկան շատ եմ տենում, հա, մի քիչ կարակ էս անեք, կարակ են անեք, կարակ բան անեք, այսինքն իմ համար արժանապատիվ մարդը այնա, որ ամենձև օգտակար է լինում շրջակա միջավայրին, իր ազգին, իր երկրին, մարդկությանը։ Ու իմ համար նաև մարդը պետք է ամենակարևորը ունենա պատիվ ու արժանապատվություն, որը որ կորցնելուց երբեք էլ ոչ մի գումարով հետ չի բերի։ Այո, ինքը պետք է այնքան, պետք է ուղղակի ցավոք այդ արժեքները, բաները շատ են էլի կորել։ Ցավով եմ ասում, որտեվ չխորանանք։ Կամ իսկ ինչ խորհուրդ կտաք բոլոր այն երիտասարդներին, ովքեր ուզում են գրանցել հաջողություններ, ովքեր ուզում են գնալ սպորտի ճանապարհով եւ ապրեն այդ աշխարհում, սակայն այդ ամենը շատ արագ են պատկերացնում։ Բացի աշխատասիրությունից, ինչ է պետք։ Գիտեք, աշխատասիրությունը շատ կարևոր բան է, բայց նաեւ պետքա, դե գիտեք երևի, որ աշխատասիրությունը հաղթում է տաղանդին, դա փաստ է, բայց եթե մարդ չունի այդ կամքի ուժը, գիտեք, ես ունեցել եմ, ես Հայաստանի կարատեի միության հիմնադիրն եմ, ես տարբեր մրցաշարեր եմ տարել տղաներին, 16-ից մինչև 31 տարեկան, աշխատասեր տղաներ եղել են, նույնիսկ մի հատ տղա շատ աշխատասեր է, բայց ինքը ներտաղանդ։ Չէ, տաղանդ չէ, նույնիսկ տաղանդավոր էր ու աշխատասեր, բայց չէր կարող ինքը արդյունքներ ունենալ, որտեվ ասում էր հենց դուրս եմ գալի տատամիի վրա, ոտերս ձեռներս քարանում է, այսինքն այդ խիզախությունը, այդ կամքի ուժը, հա, այդ ագրեսիան, սպորտային ագրեսիայի մասնախոսքը շատերի մեջ չկա, նույնիսկ իրանք լինելով աշխատասեր։ Զալում պարապելը ուրիշ բան է, կպնելը, բայց երբ որ դու դուրս ես գալի, արդեն մրցաշարի նայելով աչքերի մեջ քո հակառակորդին, այդ տրիբունաները, կաղա ֆրանսիացու հետ ես դուրս եկել ու Ֆրանսիան 30-40 թիմով գորում է, չգիտեմ, Ֆրանս կամ այդ տղաները, դա պետք է քո համար մեկ լինի, դու պետք է դրանից բան չլինես։ Ես օրինակ Թուրքիայում քարդ եզրափակչում ադրբեջանցի մարզիկի հետ էի գտնում Ստամբուլում։ Սաղ զալը գորում էր Ադրբեջան։ Անենց հաճույք է ստանում դրանից, հա, որ հեսա պետքա կրեմ այդ տղուն ու սաղ զալը սուս, ու կրեցի սաղ զալը սուս մնաց։ Ու ցենք բանից դուրս գալուց, հենց արդեն տատամիից դուրս գալու, մետա այսենց եմ արել։ Մտնելուց արեցի, հետո դուրս գալուց, դե արդեն դուրս գալուց ավելի լավ, այդ ավելի շատ ստիմուլ է տալի, էմոցիա է տալի, էմոցիա ցենց են որ ավելի շատ ագրեսիա է, բայց այդ ագրեսիան չպետք է այնց անի, որ դու կանոններ էլի կարատեում կան, կարատեն դա MMA չէ էլի, էլար տվի, այսինքն կարաս տրվես այդ էմոցիաներին, դուրս գաս ու պարտվես այդ ագրեսիան, դրա համար հոգեբանորեն էլ պետք է աշխատես։ Անահիտ ջան, դա ամենակարևորն է, հոգեբանորեն պատրաստ։ Ես պատկերացրեցի օրինակ այդ տեսարանը ու պատկերացրեցի, թե ինչքան ներքին հավասարակշռություն պետք է ունենաք, ուժ պետք է ունենաք, որ կարողանաք այսպես այսիկ անջատես։ Ու այդ մրցաշարին ես գնացել եմ իմ ընկերոջ այնպես ստացեց, որ Հայաստանը չմեկնեց այդ մրցաշարերին, դե Ստամբուլում всё-таки այդ մրցաշարերին գնացել է իմ ընկերոջ Նարեկի հետ, Նարեկ Պետրոսյան, մեծ հայքի Նարեկ ռեպեր, շատերը ինձ թվում է ճանաչում են, ու դե Նարեկը իրավունք էլ չուներ որպես տրեյներ գար նստել, դրա համար համապատասխան բան է պետք ու այդ քարոտ եզրափակչում հաղթելով այդ ադրբեջանցուն արդեն ես գիտեի, որ ես չեմպիոն եմ դառնալու։
ու ասենց որ ես ու Նարեկը այն կարգի ուրախացել էինք ու հպարտ էինք, որ հետո արդեն իրանցու ախտեցի կիսա եզրափակություն բուլղարացու, այդ դրոշով լալելի թաղամասում մենք ման էինք գալի հպարտորեն։ Մեծ ուրախություն ու հպարտություն էինք ապրում ու ասենք ընկերս էլ երևի ինձանից շատ էր ուրախացել։ Ես պատկերացնում եմ ձեր վիճակը դժվար է, բայց ընկերոջ վիճակը ավելի, երբ բոլորը գոռում են։ Դաժե մի պահ փշակարվեցի հիշելով այդ պահը, որ ասենք Նարեկը տրիբունայում մենակ ու տենց իրան էլ բան այնտեղ գիտեք ոնց է հարևան երկրի տենց սպորտի մոտիկ անում են you rapper, ты rapper, դե ճանաչում են այն շատերը, մի հատ բրոնզ կտոտ երկ ունի ու տենց այնտեղ շոշափում է այդ թեման ու տենց են որ ես ու Նարեկան դեմ բոլորի Կամո շատ հետաքրքիր զրույցեր ու կարծում եմ նաև շատ ուսուցողական ուզում եմ հաղորդման վերջում ասեք թե որն է ձեզ համար բացարձակ արժեք Բացարձակ արժեք մարդու, հա, արժեքի մասնախոսքը։ Առհասարակ, ձեզ համար որն է։ Ինձ համար բացարձակ արժեքը էտի բարի լինելն է։ Իմ համար այդ բացարձակ արժեքը մարդկային, էլի պրինցիպիալ, կամքի ուժ ունեցող, քո այդ ազգությանը, ասում են լավ տղեն են տղենա, որ դե իր ընտանիքին պիտանի, բայց նաև իր ազգին է պիտանի, կապ չունի դա կլինի սպորտ, արվեստ, կապ չունի, ամեն ինչով։ Ու էլի ասեմ, որ բացարձակ արժեքը լինելը, արժեքով լինելը ինձ թվում է նա, որ մարդ պետք է լինի ունենա պատիվ ու արժանապատվություն։ Ինչը կարծում եմ մեր օրերում շատ բացակայում է։ Շնորհակալ եմ Կամո գալու համար, վստահ եմ շատերին պետքական էր այս զրույցը, հատկապես այն մարդկանց, ովքեր որ ուզում են գնալ սպորտի ճանապարհով եւ վառ ու ճիշտ օրինակ տեսան։ Ես էլ եմ շնորհակալ, մի բան էլ ասեմ, այդ երբ որ Ղազախստանում апրում էի, մի հատ sense մեծ պլակատ կար ու дրա վրա ճապոնացի օկեանը չեմ հիշով, sense իր խոսքերն էր, որ уважение достоин тот человек, который сможет достойно и честно пройти свой жизненный путь։ Այ կցանկանամ, որ բոլոր մարդիկ անցնեն իրանց կյանքի ճանապարհը այտենց достойно и честно ու իմ թե այդ սպորտսմեն, թե մեր սպորտսմեններին, թե այն մարդկանց, ովքեր որ թե մշակույթի կապ չունի, ովքեր որ ներկայացնում են մեր ազգը, երկիրը, բոլորին կցանկանամ միայն հաջողություններ ու որ ամեն տարբեր երկրներում բարձր ծածանեն մեր եռագույնը։ Ես էլ եմ շնորհակալ շատ հաճելի զրույցի համար Անահիտ ջան։ Այսօրվա իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Aga Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ։ Կհանդիպենք։